Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը դիտել եք երեկ։ Ինչ է եղել։ Տպավորությունները ինչպիսի։ Շատ դրական էր։ Ինչ կարծիք ունեք ամենածես հետաքրքրող մասերը հարցազրույցից։ Ընդհանուր լավ խոսած, դրական բանը շատ կար։ Իմ կարծիքով Ռոբերտ Քոչարյանը պետք է լինի վարչապետ։ Ինչ տպավորություններ։ Նորմալ։ Վայ չեմ լսել։ Իսկ Ռոբերտ Քոչարյանը ես չեմ բանանում, ես իրան չեմ ընդունում այդ անձնավորությունը։ Հիմնականում տենց արանքում թե վիդեոներ թերթելուց ընկնում նայում եմ ու վերջ դրանք է լինում։ Առասարակ քաղաքականության վերաբերյալ ուսումնասիրություններ չեմ իրականացնում։ Հարցազրույցը, այո, Հանրային ինչ տպավորություններ։ շատ վատ։ Ինչ առումով։ Որտեղ դու ճիշտ բաներ չեք պատասխանում հարցերին։ Կոնկրետ ինչ։ Պետրոս Ղազարյանը հարց է տալիս 2004 թվի 8 թվի դեպքերի մասին, ինքը ասում է 2010-15 թվի ցույցերից։ Ինչ տպավորություն։ Դիտել եք երեկ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը ՀՄԿ-ով։ Չէ, Չեք իմացել, թե ուղղակի չեմ իմացել, չեմ լսել։ Ինչի համար։ չէ, ուղղակի հետաքրքիր։ Չէ, ինձ հետաքրքիր չի Քոչարյանը։ Երեկ դիտել եք Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը։ Չէ, աշխատում քաղաքականությունը մի քիչ պահեմ ինձ։ Ցավոք ոչ, Իսկ ինչի ցավոք կուզեիք դիտել։ ոչ։ Ուղղակի ցավոք, որ չեմ կարող պատասխանել ձեր հարցերին։ Ժամանակ չեք ունեցել, թե ուղղակի չեք։ Չեմ ուզում իրան լսեմ։ Ոչ իրան, ոչ Նիկոլին, այդքան հերիք է։ Պոլիտիկայով չեմ զբաղվում։ Ես չի ուզել նա պատասխանել, բայց զզվել է իր խոսելիքը։ Ռոբերտ Քոչարյանը։ Որ դիտել եմ, ոչ էլ ցանկություն ունեմ դիտելու։ Ինչ պետք է ասի, հեքիաթ։ Այդ հեքիաթ ամեն օր տենում ենք մենք։ Այս անտերության մասին պետք է ասի։ Մենք այդ անտերությունը ամեն օր տենում ենք։ Հարցեր չկա, որոնց պատասխանները։ Ճիշտ պատասխան, ինչ հարցի պատասխան պետք է տա։ Պարադեց, որ Հայաստանի Հանրապետության 15 միլիարդը դառավ 16 միլիարդ, դա է պատասխանը։ Հին զենքերը, որ չեն էլ օգտագործում սկի, դա պետք է ցույց տա։ Նկատի ունեի ես Ռոբերտ Քոչարյանի մասին էր խոսքը։ Ախ, Ռոբերտ Քոչարյանի։ Հարցազրույց էր։ Ես գիտեմ Փաշյանին նկատի ունեք։ Չէ, հարցազրույցի։ Երկրորդ Ռոբերտ Քոչարյանը նորից ես կարծում եմ նախելացի մարդ է, բայց չի ասի։ Նա շատ պետք է եկել է գիտի խոթում է քաղաքականության մեջ։ Թալանված միլիոններ ունի, աղի պես ապրում է, ոչ իմանի կարիք չունի։ Հարցազրույցը բայց երեք տեսել։ Ոչ, ես տեսել եմ, ոչ էլ ցանկություն ունեմ տեսնելու։ Ինչ պետք է ասի։ Ինչ նոր բան պետք է ասի։ Այդ ինչ որ պետք է ասի, տեսել ենք նրա իշխանության օրոք։ Երբ որ նա թալանում էր երկիրը, ուրիշ ինչ պետք է ասի մեզ։ Ինչ նոր բան։ Ինչ որ էս կենթանի դիակներ են քայլում են դա, որ յաններն անջատած ապրում են դա, այս այլի զոմբի նման գնալու են ու Փաշյանին ընտրել։ Զոմբի։ Հասկանում եք բնակչության ես կասեի նույնիսկ 70%-ը զոմբի է դառել։ Բարիս բունի մաստով զոմբի, յաններն անջատած ապրում են։ Ոչ իմանի մասին չեն մտածում, բայց չեն հասկանում, որ իրանց հելն են անում։ Ես տարեթիվը չեմ հիշում, ես այսօր պատահական լսեցի Պուտինի ելույթը։ Պատահական։ Ես զարմանում եմ նրա վրա, թե ոնց Ռուսաստանի հայրենիքի վռնդում Հայաստան։ Գնացեք ռադներդ քաշեք, գնացեք ձեր հանրապետություն, գնացեք ձեր վարչապետից պահանջեք, ինչ որ պահանջում եք։ Ինչ է նշանակում, որա։ Կարծում Բերլինյան կոնֆերանսում Ղարիմյան հայրիկն ասել, Ղարիմյան հայրիկը տարեթիվը չեմ հիշում։ Ցանկացած, աջան տարեթիվը չեմ հիշում։ Ցանկացած ազգ պետք է անպայման ապրի որևէ հզոր պետության հովանու տակ։ Դա պարտադիր է։ Այ Հայաստան, դու քեզ ինչ ես ներկայացնում, ոչ տնտեսություն ունես, ոչ ռազմականապես ես ուժեղ, դու Պուտինի հետ քայլ ես տալի։ Հետ էլ Պուտինի շնորհակալությունը, հետ է շնորհակալությունը Պուտինից,
որ քեզ սահմաններ պահում է, իսկ սահման պահելը էդի ահավոր գումարներ է ասում, որ քեզ այդքան պատժ է անում, այնպես որ ինձ ոչ մի նոր բան չեր ասի, նոր, այսպես ասած նախկին նախագահ, այն ինչ որ դասի արդեն ես գիտեմ, հասկանում եք,